Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյան, ամենայն հայոց, այսօր հուլիսի 3-ն է դեռ Միացյալ Նահանգներում։ Ուրեմն այս ձայնայինը կարևոր է, որ լսի յուրաքանչյուր անձ։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, ոչ մի կերպ եւ ոչ մի բառով չեք հավատում ներկայիս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյան երևույթը հիմա հայտարարում է, թե ընտրություններից հետո ես կգնամ Վլադիմիր Վլադիմիրովիչի մոտ, հարցերը կլուծեմ, ձեր չգիտեմ, մրգեղենը, բանջարեղենը ձևերեն չի մնա, ավելի լավ է լինելու եւ այլն։ Չեք հավատում նման հեքիաթներին։ Ընտրություններից հետո, եթե հանկարծ վերարտադրվում է Նիկոլ Փաշինյանը, որի հետ կապված այս երկիրը, ում անունն է Միացյալ Նահանգներ, ջանք ու եռանդ չի խնայում, որ Նիկոլ Փաշինյան վերարտադրվի, դուք սիրելի հայ ժողովուրդ եւ սիրելի, չգիտեմ, գյուղացիներ եւ այլն, խորը փոշմանելու եք։ Այն ինչ որ հիմա սկսել է Ռուսաստանի Դաշնությունը, ընտրություններից հետո եթե արտադրվեց Նիկոլ Փաշինյան, ել ավելի վատ է լինելու։ Փակվելու է Հայաստանի ինքնաթիռների համար Ռուսաստանի օդային սահմանը։ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը դառնալու է վիզայով։ Կտրվելու է գազը, լույսը, ջուրը եւ այլն։ Անգամ ուրանը, որը որ Ռուսաստանը մատակարարում է անվճար, դա դառնալու է վճարովի։ Հայաստանի տնտեսական վիճակը վատթարանալու է մի քանի տասնյակ անգամ։ Եվրոպայի մասին կատեգորիկ մոռացեք։ Եվրոպան ինքն է, Եվրոպարլամենտի պատգամավորները իրանք են հայտարարում, որ մինչև 2030 թիվը դաժե քննարկում նորմալ չի կարող գնալ Հայաստան, Եվրոմիություն հարաբերությունների մասին։ Էլ չեմ ասում, որ մտնեք պարլամենտ, դա ես չեմ ասում, դա Եվրոպարլամենտի ժողովուրդն են ասում։ Ի գիտություն ձեզ, հետո չասեք մենք չգիտենք, այս եթերը տարածեք մաքսիմալ շատ։ Ուրեմն այսօր բան է, 4 շաբթի է, 2 շաբթի եւ 3 շաբթի, որտեղ որ ես հիմա գտնվում եմ Henderson Detention Center-ում, lockdown, այսինքն փակ դռների ռեժիմ են մտցրել օրը 24 ժամ, այսինքն թողում են միայն բացում են առավոտից մինչև հաջորդ օրն առավոտ։ Երբ որ պիտի բացեն ցերեկը, նաև երեկոյան, ինչ են տենց անում, որպեսզի Վարդան Ղուկասյան չխոսա։ Անկամ բանտի վրա ազդեցություն են գործել, որ Վարդան Ղուկասյան չխոսա։ Իհարկե հասկանում եմ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ հովանավորները, բայց այս Նիկոլ Փաշինյանի հովանավորներից ստեղ ուզում եմ ասեմ, դուք իմ ոտերը կուտեք, թե Նիկոլ Փաշինյանին կարաք բրդեք առաջ։ Ինչ վերաբերվում է ինգես տաշիրականներին եւ այլն, սիրելի ընտրող, մի հատ խնդրում եմ ուշադիր նայեք, այդ մարդիկ անգամ չեն ասում իրենց կողմնորոշումը որն է Ռուսաստան թե Եվրոպա, ինչի դրա մասին չեն հայտարարում։ Չեն հայտարարում մտածելով, որ եթե ասեցին Ռուսաստանը կեցում կորցնելու են Եվրոպամետներին, ասեն Եվրոպային կեցում կորցնելու են Ռուսաստանամետներին։ Գումարած դրան իրանք չեն կարող ամբողջովին, այսպես ասած, գնալ համաձայնության եւ ռիսկ անել ոչ ասել Եվրոպային, որովհետեւ նորից եմ կրկնում, թե Տաշիրը, թե Քոչարյանը, թե Դոդը, այդ ունեն մեծականակ սեփականություն Ռուսաստանի սահմաններից դուրս։ Եվ միակ քաղաքական ուժը, որը որ կարող է ռեալ բանակցել ռուսական կողմի հետ եւ շատ արագ բացել այն բոլոր սահմանները, որը որ փակել է Ռուսաստանը, դա Վարդան Ղուկասյանն է։ Տաշիր Սամոնը լավ հրապարակային հայտարարեց, որ ես հրաժարվում եմ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ասել է, բայց հրաժարվել է թե չէ, մենք չգիտենք, բայց արդեն հայտարարել է։ Նույն Ռուսաստանը քերական գործը հարուցել Տաշիր Սամոյի վրան հարկերից խուսափելու համար։ Բայց եթե Ռուսաստանը կան Տաշիրին սիրում է, էսի չանում ենք այս Տաշիրը։ Ինչի՞ պիտի քերական գործ հարուցի Ռուսաստանը բանի վրա, Տաշիր Սամոյի վրա։ Իսկ Վարդան Ղուկասյանը կտրելով ամերիկյան բանտում հայտարարում է. այո, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, նաև Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու միտք չունեմ եւ ես եմ այն մասը, ով բանակցելու է ռուսական կողմի հետ հնարավորինս արագ չեղարկելու բոլոր սանկցիաները։ Եվ այն ինչ որ Ռուսաստանը փակել է, ամեն ինչ վերաբացելու է եւ գյուղմթեր կլինի, չգիտեմ ինչ կլինի, ամեն ինչ կգնա նորից նույն ուղղությամբ, որով որ գնացել է։ Ուստի, սիրելի ժողովուրդ, խեղդները հավաքում եք գլուխները, չեք հավատում ոչ Նիկոլի տված խոստումներին, դուք 8 տարի դրա խոստումները լսում եք, ոչ տաշիրականներին, ոչ դոդականներին, ոչ քոչարանականներին։ Դոդին էլ եք տեսել, Քոչարանին էլ եք տեսել, Տաշիրն էլ չասեմ, փող բաժանողը չի կարող պետականամետ լինել։ Ամսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում համար 15։ Այս եթերը մաքսիմալ տարածեք։
մաքսիմալ, որպեսզի հասնի յուրաքանչյուր գյուղացու, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտրողի եւ մի անձնավորություն, ով մտադրված է բանակը շինել Նիկոլից էլ պակաս 1 տարի, հələ Նիկոլն ասում է տարյուկ է, դեսի вообще ուզում է շինի բանը 1 տարի։ Նման քաղաքական ուժից պետք է մնալ հեռու, ինչքան է որ երկչուհիներին բերում լցում է այդտեղ, երկստմա կամ եսի ինչ անեմ։ Խեղդի հետ հավաքեք գլուխները եւ համար 15 գնալով մտրատեղ համար։ Այս եթերը մաքսիմալ տարածեք, մաքսիմալ։ Այս կա։